Ալագիաս գյուղում կար երկարկանի մանկապարտեզ, որտեղ հաճախում էին Հարևան գյուղի, Ալագիաս գյուղի ուրեմն սաները։ 88-ի երկրաշարժից հետո, սակայն, այն փլուզվել է։ 37 տարի անց Ալագիաս բնակավայրը կունենա մանկապարտեզ։ Այն առաջինն է ոչ միայն այս, այլև Ալագիաս խոշորացված համայնքի մյուս 10 բնակավայրերի համար։ Ալագիազն ամենամեծ եզդիական համայնքն է։ Օրինակ, հենց Համանուն գյուղում ապրում են ընդամենը 2 հայ ընտանիք։ Ալագիաս խոշորացված համայնքի Ալագիաս վարչական բնակավայրը ունի մոտ 750 հաշվառված բնակիչներ, որոնցից փաստացի բնակվում են մոտ 500 բնակչություն։ Ընդհանուր համայնքը 11 բնակավայրից է բաղկացած, ելի եզդիական բնակավայրեր են։ Ընդհանուր բնակչությունը հաշվառված մոտ 5000 բնակչություն է։ Փաստացի ապրում են մոտ 3500 բնակչություն։ 144 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը կառուցելու համար պետական բյուջեից հատկացվել է 861 միլիոն դրամ։ Սակայն մանկապարտեզից բացի Ալագիազում կառուցվել է համայնքային կենտրոն, որը եւս սպասարկելու է ամբողջ համայնքին։ Բնակիչները սպասում են նաեւ մարզադպրոցի կառուցմանը։ Սպորտային կառույց է նաեւ կառուցվելու մարզադպրոց Ռոման եւ Մալխաս անվանների անվամբ։ Կառավարության որոշումը կա, արդեն համայնքը հողահատկացումը իրականացվել է, այժմ փաստաթղթերի նախագծը հաշվարկային փաստաթղթերի ստեղծման փուլում են գտնվում։ Ալագիազի դպրոցն էլ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի կառուցվող, վերակառուցվող եւ հիմնանորոգվող դպրոցների շարքում է։ Խոշորացված համայնքը ձևավորվել է 2017-ին։ Խոշորացման սկզբից ի վեր համայնքը ժառանգել էր բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներով բնակավայրեր։ Բոլոր գյուղերում բացակայում էր լուսավորության ցանցը։ Մեր բնակավայրերից 6 բնակավայր չէին գտնվում ոչ հանրապետական, ոչ միջպետական ճանապարհների վրա եւ բնակավայրեր տանող ճանապարհները բոլորը գտնվում էին ավերված վիճակում։ Ջրագծերի խնդիրներ կար, ջրամատակարարման մեծ խնդիրներ կար։ Մեխիթարյանը վստահեցնում է, այժմ խնդիրների մեծ մասը լուծվել է։ 2017-ից ի վեր իրականացրել են 15 սուբվենցիոն ծրագիր, որոնց արժեքը շուրջ 1 միլիարդ 52 միլիոն դրամ է։ Մենք համայնքում 90% արդեն լուծել ենք լուսավորման ցանցի խնդիրը։ Գլխավոր փողոցներն ենք ասֆալտապատել, որոշ բնակավայրերում նաև երկրորդական փողոցները կարողացել ենք սալապատում իրականացնել։ Համայնքապետարանի ներկայացուցիչը նշում է, մշակութային կյանքն է քիչ զարգացած, բայց նոր կառուցված համայնքային մշակութային կենտրոնն ու կառուցվելիք սպորտի դպրոցը այդ խնդիրն էլ կլուծեն։ Էմմա Վարդանյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։